Պարոն Սարգսյան, լուրջ աշխատանք եք կատարել, բայց մոտեցումները բավականին վիճահարույց են, խնդրահարույց են։ Մասնավորապես, երբ որ դուք նշում եք, որ 1 ամիս ծառային եւ 24 միլիոն վճարեն դրան համար, այսինքն ի՞նչ է նշանակում ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում։ Նշանակում է ծառայել Հայաստանի Հանրապետության, ծառայել հայրենիքին։ Եթե մարդը չի ցանկանում 24 ամիս ծառայի Հայաստանի Հանրապետությանը, արդյոք ճիշտ է, որ այդ մարդը հետագայում Հայաստանի Հանրապետության ծառայի նախարարի կարգավիճակով չի ցանկանում, չէ՞ մարդը, եթե չէ ցանկանում ծառայես, այդտեղ էլ է ծառայություն, չէ՞, այդ նախարարի պաշտոն ծառայություն է, ո՞նց է որ ինքը իրավունք ունի հետագայում ծառայել որևէ պաշտոնում։ Եթե մենք այդ մարդուն ասում ենք քեզ արտոնություն ենք տալի վճարի, պետք է ասենք նաև քեզ զրկում ենք արտոնությունից պաշտոնը զբաղեցնելու, եղբայր, դες չի որ դու 24 միլիոն մուծեցիր եւ այն ընտանիքը, որ ի վիճակի չի մուծելու, դուք պետք է հավասար ըլնեք, ոչ, նա արտոնություն պիտի ունենա արդեն հետագայում։ Այսինքն այդ նույն զինվորը պետք է անվճար ընդունվի իր ընտրած բուհը, ընդունելությունը, ոչ թե կրթության ընթացքը, եթե լավ կսովորի, թող ընդհանրապես ազատվի։ Գիտենք, որ այդ ժամանակ ռոտացիոն ձևով, այսինքն կսովորի առաջի կիսամյակը քննությունը կհանձնի, բուհը կորոշի, եթե այս մարդը կարողանում է գերազանց սովորել, թող ընդհանրապես չվաճառի։ Իսկ եթե չի ցանկանում սովորել, դուրս կմնա։ Այսինքն, բայց մի առավելություն մենք տալիս ենք, որ քո ընտրած բուհը կարող ես առանց ընդունելության քննության ընդունվել այդ բուհը։ Այսինքն մենք պետք է այստեղ շատ հավասարակշռենք իրավիճակը։ Չի լի որ մարդը չի ուզում ծառայի 24 ամիս, ասում է ես 5 տարի կգամ քեզ նախարար կծառայեմ, ո՞նց։ Բա դու 2 տարի չցանկացար ծառայես քո հայրենիքին, ո՞նց ես ուզում որ 5 տարի նախարար ծառայես։ Այդ ով է ուզում, մի հատ ասեք այդ ցանկացած քաղաքացի։ Շատ լավ։ Որևէ քաղաքացի 24 միլիոն որ մուծել է, չի ցանկացել 2 տարի ծառայի, չէ՞։ Ինչի է մուծել։ Հա, մուծելա որ բարի, մուծելա որ չծառայի։ Մուծելա որ չծառայի։ Եթե չես ուզում ծառայես, էլի մի ծառայի, ինձ։ Դու ինչ ես մտածում որ իրավունք ունես հետագայում ծառայես։ Հիմա չես ծառայում, հետո ուզում ես ծառայես։ Այսինքն, եթե մենք այս մտցնում ենք այս 24 միլիոն, պիտի նաև նշենք, որ այսուհետ, որովհետև օրենք հետադարձուց չի կարող ունենալ, ինքը վատթարացնող է։ Այսուհետ, եթե քաղաքացին ամբողջ ծավալով չի ծառայում, իր պարտականությունը չի կատարում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իրավունք չունի զբաղեցնելու բարձրագույն պետական պաշտոններ։ Այդ դեպքում կդառնա հետաքրքիր կդառնա մտածելու բան, այսինքն քաղաքացին ինքը կորոշի, որ ճանապարհով գնա։ Եթե այդ մարդը ասում է ես ընդամենը ուզում եմ ազատվեմ, ես բժիշկ եմ, իմ բժշկությունն եմ անում, չեմ էլ ուզում դառնամ առողջապահության նախարար, խնդրեմ թող ծառայի, բայց ինքը պետք է հասկանա, որ դու հիմա չծառայելով հետագայում չես կարող ծառայել եւ այս արտոնությունը պետք է այլևս քեզ չտրվի։ Այս մեկ երկրորդը։ Մենք ասում ենք այս օրենքով հարգելի հասարակություն, մենք չենք կարողանում պայքարել կոռուպցիայի դեմ, ցանկացած դեպքում մարդիկ գտնում են միջոց եւ ազատվում են, ոնց որ ընդունենք այս մեղքը մեր վրա։ Բայց ի՞նչն է խանգարում, օրինակ, վարչապետը ինքից ստեղծել բժշկական խորհուրդ, որը այդ 5 հոգին հստակ կորոշեն կրկնակի փորձաքննություն կլինի բոլոր ազատվածների համար։ Այսինքն այդ որ բժիշկը փող կվերցնի մտածելով որ կհասնի այնտեղ եւ ինքը քրեական պատասխանատվության կենթարկվի։ Այսինքն 82% մենք ունենք այտենց ազատված, առնվազն կմնա իրական 10-20%-ը իրական։ Մանավանդ որ դուք էլ ճիշտ եք առաջարկում, որ հիվանդությունների մի մասը հանում եք այլևս չծառայելու, դա շատ կարեւոր բան եք անում, շատ կարեւոր։ Օրինակ մասնավորապես տեսողության հետ կապված, լսողության հետ կապված մարդիկ կարող են այլ ծառայության ծառայել հայրենիքին այլ ոլորտով, այսինքն ինքը թե տեսողությունը լավ չի, կարող է ծառայության մեջ փոխնախարար կվկայի այլ ծառայության։ Շատ լավ, պարոն Բագրատյան, հիմա ելույթը թե կոնկրետ հարցը տալիս։ Հիմա արդյոք դուք նպատակ չունեք այս բարը ավելի լավ արկել եւ նաեւ հակակշիռներ ստեղծել, հավասարեցնել հնարավորությունները։ Չլինի որ միայն արտոնություն ունես, փող ունես, ազատվում ես, լավ ես անում, բայց պիտի բարձրագույն պաշտոն չզբաղեցնես, չի երազես, որ մի օր կդառնաս երկրի ղեկավար, նախարար, մարզպետ, պիտի չի երազես, պիտի իմանաս, որ դու գիտակցաբար չես ծառայում հայրենիքին եւ հետո էլ բարձր տեղ չպիտի ծառայես։ Այո, պարոն Բագրատյան, դա արդեն առաջարկա օրենքում լրացումներ անելու, ես տեսա։ Այո, ասում եմ ցանկություն կա նման առաջարկություններ քննարկել, թե դուք ասում եք սա է եւ վերջ։ Շատ լավ, պարոն